Այդքանով սա կարող ենք արժանահավաք։ Ձեր ավելի շատ աշխատել։ Մերեք չեք աշխատել։ Երբ այդ հարցը լինի, ես մանրամասն Հետո կա այդ հարցը, քննարկման փուլն է։ Այստեղ Թույլ տվեք պարոն Մեհրաբյանը պատասխանի։ Թույլ տվեք պարոն Մեհրաբյան։ Մենք չենք թաքցնում։ Հարցը այն է, որ մենք չենք թաքցնում, եւ ես կարող եմ ասել, երբ որ կար խնդիր արտաքին ասպարեզում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, երբ պատերազմ է, դու զենքը վերցնում կռվում ես պայմաններն եք քննարկում, բայց արտաքին մարդուն ասել, մի բան, որը որ դուք արել եք, դուք մեր կոալիցիոն գործընկերն եք եղել։ Կոալիցիոն գործընկեր ձերը չենք եղել։ Մենք իրար հետ երբ դաշինքում ենք եղել։ Պարոն Աբովյան, խնդրեմ։ Լավ, պարոն Աբովյան։ Մենք մեր անցյալի չենք դառնում, մենք մեր անցյալը չենք թաքցնում։ Ժամանակը քիչ է, պարոն Աբովյան։ Հեռացրել է ձեր հետ համագործակցելու փաստը։ Մի րոպե, պարոն Աբովյան։ Չի համագործակցում։ Պարոն Սիմոնյան, մի վարքյան։ Պարոն Ղազարյանն է մենակ հլը։ Մի վարքյան, վերջ։ Պարոն, մի րոպե։ Պարոն Ղազարյանը վստահ եմ կհամաձայնի։ Պարոն Աբովյան։ Լսենք պարոն Աբովյանին։ Ես կոչ եմ անում գործընկերներին վերադառնալ այն դաշտ, որովհետև այո, այստեղ մարդիկ, ովքեր ներկայացնում են քաղաքական ուժերը, տարբեր քաղաքական գործընթացների ժամանակ 18 թվականին, 18 թվականից հետո, 18 թվականից առաջ այս կամ այն, ինչ-որ պահերով առնչվել են, համագործակցել, դա չի հիմա հարցը։ Հիմա, չէ, մի րոպե ժողովուրդ մի ընդհատ է, կարելի է ես ասեմ։ Վայ ես համբերատար լսում, ինձնից զարմանալի է, բայց ես համբերատար լսում եմ։ Պարոն Աբովյան, մի նախադասությամբ եզրափակ։ Այո, մի նախադասությամբ։ Իմ հետ չունեք փաստորը։ Ես ինչ ասում եմ մի նախադասություն։ Տեսեք, խնդիրը ինչումն է։ Այսօր ունենք խնդիրներ կապված երկրի շատ էլեմենտար բան եմ ասում, նույն գյուղմթերքի մատակարարման հետ, ԵԱՏՄ, ԵՄ, վեկտորա, հազար ձևի պատմությունա, նույն թուրք-ադրբեջանական այդ թեմաներն այսօր կարևոր, ոչ թե այս ուժը համագործակցել են, ինչի Շնորհակալություն, պարոն Բերբերյան, ձեր հարցը։ Այնքան խոսեցին անցյալից բոլոր մեր գործընկերները ու մի ձևի ես կուզենայի որպես մենք առավել շատ մեր ընտրողի հանդեպ ունենանք հարգանք եւ խոսենք ապագայից եւ մեր բոլորս կարևոր բան։ Հարց ուզում ուղղել պարոն Մանուկյանին։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր քաղաքական ուժը, այս ամեն ստեղծված մենք մի դիրքորոշում ունենք, որ փոխհամաձայնված խմբիշխանությունն է այսօր, եւ ընդդիմություն եւ դիմություն եւ նախկին բոլոր իշխանություն մեկը մեկի օրգանական շարունակություն։ Այս ամենում ձեր բավարարական տեսակետից ձեր պատասխան զգում եք այսօր մեր երկրում այս իրավիճակի հետ կապված։ Այո, դուք դրեցիք երկիրը այս հերսերի վրա։ Շնորհակալություն հարցի համար։ Նախորդի հետ կապված 30 վայրկյան եթե կամ շատ կար։ Սիրելի ժողովուրդ, սա էլիտար լսարան է, որը դաստիարակում է նաև մեր լսողին։ Եվ ես խնդրում եմ ոչ թե անձերի հետ կապել կուսակցությունները, նույնիսկ համարների հետ 7 համար, 8 համար, այդպես չի։ Ծրագիրը կուսակցական պետք է մենք պիտի դաստիարակենք այս հասարակությանը ու ծրագիր ընտրի, մոտեցում։ Սա դրա հետ կապ է։ Անշուշտ պատասխանատվություն զգում եմ։ Եթե մենք իշխանության չենք եւ իշխանության եկել են մեզնից վատերը եւ կործանել են մեր գրավածը, իմ սերունդի, իմ ժամանակակիցների հանրակրվեի արդյունքները, իհարկե ես մեղավոր եմ։ Եթե այդպես չլներ, ես կլներ իշխանության կամ իմ նման կամ իմ տեսակը, որ անկախության ջատագովն։ Այդ առումով իհարկե մեղքի զգացողությունս է, որ հիմա ասում եմ, ժողովուրդ եկեք գումարվենք։ Մեր երկիրը ձեռքից գնում է։ Մեր երկիրը տվել ենք փնթիներին, որոնք ղեկավարում են եւ տանում են Հայաստանը կործանման։ Մեղքի զգացողության համար, մեղքը վերացնելու համար կա հնարավորություն իշխանություններին զրկել հետագա շարունակությունից։ Շնորհակալություն հարցի համար։ Պարոն հիշեցնում եմ առանց վիրավորանքի։ Խնդրեմ պարոն Բերբերյան։ Ուզում եմ նաև գիտեք ինչպես քաղաքական սերնդափոխության հարցը պետք բարձրացնել։ Դուք ավակ եք մեզանից եւ այստեղ sense լսում եմ ես կառուցողական խոսք չեմ լսում, բայց ես ուզում ենք խոսենք սերնդափոխության մասին, նոր սերնդի առաջարկի մասին։ Այստեղ մենակ մի անգամ հնչեցած առաջարկ Հայաստանին պարոն Աբովյանը ասեց, իհարկե մենք ձեր առաջարկները կուզենանք ձեր լսենք, բայց կարծում բոլոր ուժերը ունեն առաջարկներ։ Եկեք կառուցողական զրուցենք։ Մեր առաջարկը դա է։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունի մի շարք առաջարկներ եւ տնտեսական եւ քաղաքական, եւ մենք ուզենք իրար հետ լսենք եւ կարող գայք ձեր առաջի հարցին կամ բոլորս ինչ որ մի կոնսենսուսային գաղափարի շուրջ գայինք, այսքան քաղաքական ուժերը։ Ինչի համար ենք հավաքվել ընտրության, ձևավորենք ազգային ժողով, նոր կառավարություն։ Բայց մենք եկել ենք անցյալի նորից լվացք ենք հանում, ինչ որ դրվագային։ Ինչն էիք գրավել, նոր բառ ասացիք, ականջս ծակեց, պարոն Մանուկյան։ Ինչն էիք գրավել, որ ասիք գրավել ենք։ Մեր գրավվածը, նոր մի քիչ առաջ ասացիք, մեր գրավվածը։ Ինչ էիք գրավել։ Սրա մասին է խոսքը։ Ասում ինչն էիք գրավել։
Ինչ որ բան էիք ասում, կարող եք կրկնել ինչն եք գրավել։ Մենք կարող ենք միջամտել։ Միգուցե ազատագրել էիք։ Մենք կարող ենք միջամտել։ Այո, ընդհանուր Ինչի մասին եք խոսում։ Մի հատ հիշեցրեք խնդրում։ Ասիկ մեր գրավածը ինչ նկատի ունեք։ Պարոն Սիմոնյան։ Բախի չճանաչեցիք ձեր գրավվածը։ Հա, 42000-ի մասին։ Ուզում հասկանամ գրաված է թե ազատագրած է։ Գրաված է թե ազատագրած է։ Այդ որ ձեր Գրաված է թե ազատագրած է։ Կոնկրետ հայերեն լեզվով հարց եմ տալի։ Գրաված է թե ազատագրած է։ պատասխանում եմ 42000 կիլոմետր։ Բա ինչի չեք եւ ձեր ճանաչել։ ջոշին դրած է։ Ինչի չեք ճանաչել։ Ինչը։ Անկախության Որտեւ դուք դիվանագիտությունից բացարձակ բան չեք հասկանում։ Դուք դիվանագիտությունից բացարձակ չեք հասկանում։ Դուք հասկանում եք ինչի չեք ճանաչել։ Պատասխանեք, որովհետեւ խնդիրը Չեք կարող։ Բոլորը շատ կար։ Ժամանակը կվերջանա, հետո սերունդները կհասկանան դուք ինչ եք որովհետեւ ասում։ մենք ինքնորոշման խնդիր ենք դրել, ոչ թե տարածքային ամբողջականություն։ Բախեք ասում գրավա։ Հասկանաք, Այտենց որ Ղարաբաղը այտենց դիվանագիտությամբ, որ գնացես տեղընդեղ ասել եք գրավված։ Չեղավ, Գնացել վերջ, տեղընդեղ գրավված։ վերջ, պարոն Մարուկյան, Գրավված։ պարոն Սիմոնյան, վերջ, Տիկին Սաղյան, խնդրեմ։ Տիկի Սաղյան, Սեպտեմբերի Աղազյան, 20-ին Փաշինյանն ասել է։ Աղազյան ձեզ ոչ ոք ձայն չի տվել, ձայնը կտրեք։ Մեր Արցախից, Խնդրեմ, Տիկին Սաղյան։ Պարոն Ղազարյան, Տիկի Սաղյանը սպասում է համբերատար։ Պարոն Ղազարյան, Ղազարյան թույլ կտակ։ Խնդրեմ։ Տիկի Սաղյան, խնդրեմ։ Ես կուզեի անդրադառնալ պարոն շատ հարգելի պարոն Բերբերյանի խոսքերին, մասնավորապես սերնդափոխության մասին, եւ որ հարգելի գոլեգան ասաց, որ այո, որոշ պետքա փոփոխություններ արվեն, որովհետեւ իշխանությունը զրկված լինի անընդհատ վերարտալ։ Ես այդպես եմ կալեցի։ Այստեղ կարճ ռեմարկ ուղակի, հետո հարցս կտամ։ Մեր կուսակցության ծրագրի կետերից մեկը հենց այն է, որ պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ, ըստ որի մեկ անձը կարող է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում 1 ժամկետ։ Նույն կուսակցությունից այլ անձ, դա այլ պատմություն է, բայց մեկ անձը պիտի կարողանա պաշտոնավարել։ այսինքն ոչ թե կուսակցությունը, այլ անձը։ Անձը, որպեսզի չլինի լճացում, որպեսզի անձերը վստահ չլինեն, որ անդադ կանան վերարտադրվեն։ 3 րոպե խնդրում եմ։ Իսկապես ես ասեմ, որ ինչու ենք խոսում անցյալի մասին։ Ջորջ Օրվելը ունի իր հայտնի գրքում այսպիսի թեզ է արձանագրել, որ ով տիրապետում է անցյալին, նա տիրապետում է ներկային, ով տիրապետում է ներկային, նա տիրապետում է ապագային։ Դրա համար են այս խոսակցությունները անցյալի մասին։ Բոլորդ խոսում եք անցյալի մասին, որտեվ առանց անցյալը հասկանալու հնարավոր չի արդարացնել ներկայում սեփական իշխանությունը, դա ճիշտ է, իհարկե։ Եվ երբ որ մենք նայում ենք անցյալին, մենք տեսնում ենք հետևյալը, որ մենք կորցրեցինք շատ բան։ Ադրբեջանը դա նավթարդյունաբերող երկիր է։ Քուվեյտի, Կատարի, այդ կարգի երկիրը։ Կարճ ասում եմ, մենք կորցրեցինք մեր իրավունք այդ երկրում, մենք այդ երկրի համասեփականատերերն էինք, այն ժամանակ Պրիմակովը, երբ որ ընդհանուր պետության գաղափարը առաջ էր քաշել։ Պարոն Աբովյան, խնդրեմ։ Ես նորից եմ ասում, 3 րոպեն հաղթեք։ 3 րոպեն ձեր չի մեռան ձեզ ասելով դա բոլորինն է։ Հանգիստ։ Տիկի Սաղյան, հետո պարոն Աբովյան։ Խնդրեմ։ Տեսեք, այստեղ հնչեց միտք, որը մենք եկել ենք ծրագիրը ներկայացնելու։ Միշտ ծրագրերը ներկայացնելը մենք պետք է անցյալի իրավաքաղաքական գնահատական տանք եւ ազգային ժողովրդավարական ոչ բացարձակ տրված չի անցյալի իրավաքաղաքական գնահատական, եթե անցյալի իրավաքաղաքական գնահատական տրված լիներ, այսօր ներկա նախքին այդ խոսույթը այստեղ չէր օգտագործվի։ Խոսվում է ուրեմն խոսվում է իբրև նախքին իշխանությունների հետ համագործակցության մասին, ընդհանրապես նախքին 35 տարիների ազգային ժողովրդավարական բևեռը ազգային ուժ է եւ երբեք ազգային ժողովրդավարական բևեռը չի համագործակցել համակարգի հետ ներողություն եւ Արցախի վերաբերյալ, քանի որ սա հանրային հեռուստաընկերություն է եւ հանրային շահին եւ հայ ժողովրդին պետք է ծառայի, ուրեմն ես ինքս որպես քաղաքացի թույլ չեմ տալիս, որպեսզի այստեղ սուտն ու կեղծիքը տարածվի, թե իբրև իրական Հայաստանը Արցախի հետ միասին է եւ առաջին հանրապետության Պարոն Աբովյան, հասկացանք, խնդրեմ պարոն Աբովյան։
Ժորժ ջան, միանգամայն համաձայն եմ, որ այո, անցյալին պետքա տրվի գնահատական, չի քննարկվում։ Միանգամայն համաձայն եմ, որ բոլորն էլ իրենց կուսակցություններով, իրենց, չգիտեմ, քաղաքական ուղիով ունեն իրենց ուրույն տեսլականը, բայց հիմա խնդիրը հետևյալն է։ Տեսեք, գոլեգան հիշատակեց առաջարկ Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի առաջարկ Հայաստանի։ Հիմա մարդիկ ովքեր նայում են, հավատացնում եմ ձեզ, բազմաթիվ մարդիկ կան, ովքեր կանգնած են, օրինակ, չգիտեմ, Եվս 3 րոպե։ Եվս 1 րոպե, հա, որոնք հենց հիմա կանգնած են, հա, ես վերջացնում եմ, հա, որոնք հենց հիմա կանգնած են, օրինակ վարկային տերորի արչև, որոնք հիմա կանգնած են, որ մարդիկ գյուղացիները մի տարի աշխատել են, հիմա իրանց աշխատածը, всё, գնաց, ընկավ ջուրը։ Այդ հարցերն են հիմա մարդկանց հետ Հասկանալի է, մի վարքան, ներողություն, մի բան ասեմ նոր, Տիկին Արամյանն է դեռ չի խոսել եւ եթե դուք ցանկություն եք խոսել, ունեք առաջնահերթություն, կարող եք խոսել։ Ունեք ասելու բան։ Խնդրեմ, հետո պարոն Անանյանը։ Կարևորագույն խնդիրը, որին մենք չենք անդրադառնում, դա որ եթե մի կողմ էլ թողնեինք իրոք Արցախի եւ անվտանգային խնդիրները, ապա պետական կառավարման բոլոր մակարդակներում բացարձակ տապալում է գործի եւ երբ մենք փորձում ենք հասկանալ թե առանձին տնտեսական ծրագրերի մասով կամ անգամ, չգիտեմ, միջավայրի անվտանգության կամ առողջապահական, մենք չենք տեսնում այն ամբողջությունը, որը պետք է լինի իհարկե ազգային գաղափարախոսության ինքնության վերադարձի կամ ուղղակի սովորական նպատակի ծրագրի ռազմավարության շրջանակներում։ Ես իհարկե ցավում եմ, որ մեր ժամանակներում հավանաբար էլի ներկայիս իշխանության շնորհիվ կնոջ դերը որոշումների կայացման բոլոր մակարդակներում կրկին նսեմացված է, բայց անհասկանալի է ինձ, թե ինչու է նաև չգիտեմ, գուցե ծագման, գուցե չկարդացած գրքերի պատճառով այսպիսի իրավիճակ։ Մի հատ կարճ բան ասեմ, էլի ձեզ։ Այս իշխան, պարոն Անանյան, դուք հետո կարձագանքեք, բայց կարճ բան ասեմ, որտեղ մեզ էր վերաբերում։ Այս իշխանության օրոք ամենաշատ մեծ ներգրավվածությունն է կանանց, թե ազգային ժողովում, թե կառավարությունում, ամենաշատ կանայք պատմության մեջ այս ժամանակահատվածում։ Այո, որովհետև դուք այդ դա դիտարկում եք։ Մի րոպե, ձեր պարոն Ղազարյան։ Դուք դա դիտարկում եք քանակական ոլորտում։ Այսինքն դուք առաջարկում եք ես կին նախարարների եւ падգամավորների որակական քննարկում։ Այսինքն դուք միտումնավոր հիմա խոստովանում եք, որ ընդգրկում եք մարդկանց, ովքեր չեն կարող համապատասխանել որակական։ Ոչ, ես չեմ խոստովանում, ես ասում եմ, որ այս իշխանության օրոք ամենաշատ կանանց ներգրավվածությունը եղել է այս իշխանության ժամանակ։ Որը չէր համապատասխանում։ Կնոջ վրա հարձակումներ ա եղել այս իշխանության օրոք վարչապետի կողմից մետրոյում եւ քարոզարշավի ընթացքում։ Էդ էլ այդ իշխանության օրոք եղել։ Երբ ասելիք ունեք, խնդրում ցույց տվեք։ Մենք ստեղ տեսեք մի շատ կարևոր բանի մասին պետք է հստակ ասենք։ Խոսում եք, օրինակ, լավ կլինի խոսենք տնտեսական ծրագրից, առաջարկ Հայաստանին, քաղաքական սերնդափոխություն, բան, շատ լավ է, ժողովուրդ, մենք էլ ունենք տնտեսական քաղաքականություն, բայց այսօր թիվ 1 հարցը ուրիշ է։ Թիվ 1 հարցը նա է, որ մենք դասական առումով սովորական ու շարքային ընտրությունների առաջ չենք կանգնած։ Մենք հիմա այսօր դասական չի, որովհետև որ հասական է, որովհետև մենք առաջին անգամ հերթական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում, որոնք ոչ մի խոսում չեն կատարել։ Բոլոր ընտրությունները հերթական են։ Մենք ունենք հանրային նվաստացում, 3 րոպե։ ունենք հանրային նվաստացում, ունենք հազարավոր մարդկային կորուստներ, ունենք Արցախի կորուստ։ Նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործունեության նկատմամբ այսօրվա իշխանությունների հանդուրժողականությունը։ Դուք նվաստացված եք։ Ոչ նվաստված է։ Ասում դուք նվաստացված եք։ Եվ այսօրվա հրամայականը դուք նվաստացված եք։ Պարոն Ղազարյան, եթե մի անգամ էլ ամբողջ մեջնա կանջատեմ։ Շատ վաղների ընտրությունների հիմնական նպատակը նաև որ քաղաքացիական պայմանագիրը իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիսանում է ազգային չարիք եւ պետք է հեռանա։ Այս դրա շուրջ պետք է համախմբում Հետաքրքիր է պարոն Անանյան, երբ որ պարոն Փաշինյանի մոտ աշխատում էր, էլի սենց էր մտածում։ Պարոն Փաշինյանի մոտ դուք եք աշխատում։ Դուք վիրանախարարն հանրային եք։ ծառայող եք։ Ոչ, դուք կառավարության ղեկավարի աշխատողն եք եւ դուք ազատվել եք աշխատանքից։ Դուք կասեք ինչի համար եք ազատվել աշխատանքից։ Մի րոպե, լավ, Տիկին Գրիգորյանն էլ հիմա հետո պարոն Մարկյան։ 2 րոպե ամնացել եմ ինձ էր ուղղված։ Չէ, բամնացած է։ Տիկին Գրիգորյան։ Հարց ունեի, ասում եք պատասխանեք, անցնենք առաջ։ Ասում եք հանրությունը նվաստացված է։ Հիմա կամ դուք հանրության մաս չեք,
Կամ նվաստացված եք, դուք նվաստացված եք, դուք նվաստացրել եք ամբողջ աշխատված եք դիտողություն անել։ Կամ նվաստացված եք, Դուք ընտրեք։ նվաստացրել եք ամբողջ Դուք հանրությանը։ նվաստացված չեք։ Այո, ես նվաստացած եմ այնքանով, ինչքանով դուք որ հանդիսանում եմ հայ ժողովրդի նվաստած։ Շատ լավ, եկեք հետո կնվաստանանք։ Դատապարտված եմ ձեր նման ապիկան իշխանությունների։ Տիկին Գրիգորյան, խնդրեմ։ Այո, դա նվաստություն է, ձեր նման իշխանություն ունենալը, դա նվաստացում է, նվաստացում։ Այո, ես նվաստացած եմ։ Պարոն Սիմոնյանի եւ պարոն Անանյանի միկրոֆոնները անջատեք հիմա, խնդրում եմ։ Պարոն Ղազարյանինը եւս։ Տիկին Գրիգորյան, խնդրեմ, հետո պարոն Մանուկյանը։ Ինձ այս դիսկուրսը իսկապես շատ տարօրինակ է թվում, այսինքն դուք նվաստացած ձեզ չեք համարում, երբ որ մենք Բաքվի բանտում դեռևս գերիներ ունենք։ Դուք ձեզ Ոչ, որտեվ ես այդ մարդկանց հետ եմ բերում։ Ոչ, որտեվ ես այդ մարդկանց, ոչ, որտեվ ես նենց եմ անում, որ մարդ չհայտնվի ինձ։ Որտեվ նենց եմ անում, որ մարդ չհայտնվի ինձ։ Բայց ձեր Համասմեք չի Հարց եք տալիս, ասում եք։ Այսինքն հարց եք տալիս, մեկ չկացած միկրոֆոնը անջատեք, Սիմոնյանի միկրոֆոնը Այսինքն միկրոֆոնը անջատեք, ինձ հարց տվեք։ Մի րոպե։ Մի հարց տվեք։ Ավարտեցիք Տիկին Գրիգորյան։ Դուք նվաստացված եք, ես հպարտ Հրատապ, հիմա ես հպարտ Հայաստանի լավ, վերջ, վերջ, մազոխիստ հպարտ։ վերջ, հպարտներով եւ նվաստներով, վերջ, Պարոն Մանուկյան։ խնդրեմ պարոն Մանուկյան։ Ներողություն եմ խնդրում, 15 վայրկյան ընդամեն Աննա ջան կշարունակես եթե կարելի արդեն հազիվ լրությունա։ Ես 10 վայրկյան ավարտում։ Ես կարդում եմ Ալեն Սիմոնյանի ինտերվյուից հատված։ Ախ դա իմ հայրենիքն է, բառացի եմ արտագրել։ Դա ինտերվյու չէ։ Հանգիստ։ Եվ փողզիջման մասին խոսք գնալ չի կարող, փողզիջում բառը ընդհանրապես պետք է անվի մեր խոսակցական։ Մեր դժբախտությունները սկսվել է գիտեք երբ 19 թվականին այս մարդիկ մերժեցին երանախագահության 3 գերտերությունների առաջարկը։ Եվ հիմա ինչքան էլ գոռան, պատրոտ են իրանք, մեղքը սկսվել է այդտեղից։ Ինչքան ուզում աթռնեք, Աննա ջան, խնդրեմ, շնորհակալություն։ Չէ, վերջ, ժամանակ անսպառ չի։ Ես Աննայի ձայն կտացի։ Պարոն Սիմոնյանի հարցը, ում եք Միացրեք հարցը։ պարոն Սիմոնյանի եւ մյուսների միկրոֆոնները։ Հարցս Արման Աբովյանին է, Բարգավաճ Հայաստան կուսակցության, առաջարկ Հայաստանին, ես ուզում հասկանամ, տեսեք, ձեր երկրորդ համարը դա մեղադրվում է լրտեսության եւ դավաճանության մեջ։ Ըստ մամուլի ցուցակում եւս մի падգամավորի տեխնացու կա, որը նույնպես հնարավոր է ներգրաված լինի։ Ձեր մյուս ցուցակի անդամի Մարտու Գրիգորյանի տանը խուզարկություններ են։ Դուք Սպուտնիկ Արմենիայի աշխատակից եք, փաստացի